Տիկին Հակոբյան, դուք ինչպես եք մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի այդ Մոսկվա, դա ինչ ի վերջո տվեց Հայաստանին, որովհետև ըստ էության որևէ բովանդակային հանդիպումներ, քննարկումներ չունեցավ Հայաստանի վարչապետը։ Դուք չգիտեք, որ երկրորդ համաշխարհային պատերազմում գործուն մասնակցություն է ունեցել նաև Հայաստանը, մենք լինելով փոքր երկիր ունեցել ենք բազմաթիվ զոհեր եւ Մոսկվայում երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի հետ կապված հենց միջոցառում էր իրականացվում։ Բացի դա, հնարավոր է, որ ես չեմ հիշում նախորդ տարի պատճառը որն էր, կարծեմ կորոնավիրուսի տեստեր, չեմ հիշում հիմա պատճառը, բայց երբեմն լինում է, որ այլ զբաղվածություններ հաշվի առնելով չի մասնակցում վարչապետը, մասնակցում է օրինակ փոխվարչապետը, չի մասնակցում փոխվարչապետը, մասնակցում է օրինակ արտաքին գործերի նախարարը կամ ազգային ժողովի նախագահը եւ այլն, դա կազմակերպչական հարց է։ Ինչ վերաբերում է ինչու է մասնակցել, իսկ ինչու չպետք է մասնակցի։ Մենք հայտարարել ենք դիվերսի, այո, դա այլ հարց է։ Մենք հայտարարել ենք նաև դիվերսիֆիկացման եւ դիվերսիֆիկացնող քաղաքականության մասին եւ դա հենց նշանակում է, որ պետք է մասնակցել բոլոր ֆորմատներին եւ Ռուսաստանի Դաշնությունը խնդրահարույց երկիր չէ, մենք գործընկեր երկրներ ենք եւ փոխհարաբերվում ենք երկուստեք շահերը հաշվի առնելով։ Իսկ ինչու հանդիպումներ չեղավ, որովհետև Նիկոլ Փաշինյանն ինքն էլ ազգային ժողովի ամբիոնից ասում էր, որ սա հնարավորություն է քննարկումների, երկկողմ հարաբերությունների հետ կապված բանակցություններ ունենալու, բայց որևէ մեկի հետ հանդիպում չեղավ։ Արդյոք անակնկալ էր հայկական կողմի համար Ալիևի չմասնակցելը եւ վարչապետը այդ ակնկալիքով էր գնում, որ հնարավորություն ունենար բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ։ Մենք ցանկացած հարթակում իհարկե ուրախ ենք բանակցելու համար, սակայն դա կախված չէ մեր որոշումներից, հա, մենք մեր որոշումները այլ ուրեմն նպատակով ենք կայացնում, ինչ վերաբերում է ինչու հանդիպումներ չունեցավ, ես խորհուրդ կտամ հենց վարչապետին այդ հարցը ուղղել, ես դեռևս խմբակցությունը հանդիպելու հնարավորություն չի ունեցել եւ մենք այդ հարցը չենք ուղղել, որ գոնե հղում անելով պատասխանեի, ես ազգային ժողովի պատգամավոր եմ։ Հայկական կողմը այս այցով։ Ինչու՞։ Չէ, ախր ես չեմ հասկանում ինչի եք դուք տենց ինչ որ մի երկրի հետ ինչ որ մի հարաբերությունները անպայման հակակշռում մյուս երկրի շահերի հետ։ Սպառնում էին արևմուտքից գնալու համար Հայաստանի ղեկավարը, ասում էին Զելենսկին էր սպառնում։ Այսինքն այդ սպառնալիքների ելնելով ենք մենք ասում կարող Հայաստանը խնդիրներ ունեն արևմուտքում։ Տեսեք, Զելենսկին ինչ որ հայտարարություն արել, որը վերաբերում է ամբողջ աշխարհին եւ Հայաստանին չի վերաբերում, եւ այդ հայտարարությունը տեսնելուց հետո էլ մենք գնացել ենք եւ որ Հայաստանի վարչապետը գնում է ռազմավարական դաշնակից հանդիսացող երկիր եւ այդ երկրի ղեկավարի հետ երկկողմ հանդիպում չի լինում, սա արդյոք չի խոսում այնպիսի խնդիրների մասին, որոնք իսկապես կան եւ որոնք չի հաջողվում հաղթահարել։ Ես տեղեկացված չեմ հանդիպումների մասին եւ չեմ կարող գնահատական տալ, որովհետեւ կարող է պաշտոնական երկկողմ հանդիպում չի եղել, բայց այլ շփումներ են եղել, հեչ պարտադիր չի դրոշները դնել նստել, որպեսզի ինչ որ խոսակցություն ունենալ, հնարավոր է այլ ֆորմատներում խոսակցություն եւ ես ձեզ ասեմ ավելին, երբեմն կարող ես օրինակ ընթրիքի ընթացքում ավելին խոսել, քան այդ տեսախցիկների առաջ այդ բանակցությունների ընթացքում այնպես որ այդպես չէ էլի դիվանագիտությունը որ անպայման պետք է պաշտոնական հանդիպումը դրված լինի որ կարողանաս ինչ որ խոսակցություններ ունենալ իսկ պաշտոնականից զատ այլ հանդիպումների կամ շփումների մասին ես ասացի որ տեղեկացված չեմ։ Տիկին Հակոբյան, իսկ ինչու զորախումբ չէր ուղարկել Հայաստանը, որովհետև քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները հայտարարում են, որ դա նաև մեր հաղթանակն էր եւ Հայաստանը ծառայողի ներկայություն է ունեցել պատերազմում։ Ես խորհուրդ եմ տալիս կառավարությանը այդ հարցը ուղղել, որովհետև ես չեմ հետևել ուրեմն այդ շքերթին, այո, տոնական եւ չեմ կարող ասել եւ առհասարակ այս հարցը պետք է տալ կառավարությանը ոչ թե պատգամավորին։ Եվ նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ազգային ժողովում կապված ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին ընդհանուր միջև վիրավորական
համբալ, ԱԱԾ-ի պատվալ տանեմ, սաղի լցնեմ եւ այլն եւ այլն։ Սա Հայաստանի ղեկավարի լեքսիկոն է եւ դա իրականում կա իրավապահների հետ կապված է, խնդիր դրանք պետք է լուծվեն իրավապահ համակարգի ներկայացուցիչների կողմից եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ինքը ասում է, որ ես օրինակ քննիչ չեմ, դատախազ չեմ եւ միանգամից ասում է սաղի տանեմ, լցնեմ ԱԱԾ պատվալը, ըստ էության հակասության մեջ է եւ ինչպես եք վերաբերում, որ ընդդիմադիր падգամավորին երկրի օրենսդիր ներկայացուցիչներին ասում է համբալ։ Տեսեք, երբ որ դուք նման կերպ եք մեկնաբանում վարչապետի խոսքը, դրա համար էլ հասարակության մեջ սխալ կարծիք է ձևավորվում, որ վարչապետն ասել է սաղի տանելու եմ լցնեմ պատվալը։ Ասել է, եթե ընդդիմադիր մամուլին հետևեմ, ձեզ բոլորիդ պետքա տանեմ լցնել պատվալ ու այո, եւ ոչ միայն դա, այլև կախել հրապարակից, որովհետեւ դուք չեք շփվում քաղաքացիների հետ, չգիտեք, որ նման պահանջ կա հասարակության մեջ։ Չգիտեք, որ մամուլի հրապարակումներին որ լսես, որ մամուլի հրապարակումներին հետևես, հենց այդպես էլ պետք է անես։ Բայց դրանով չի առաջնորդվում։ Վարչապետն ասում է, մամուլով ես չեմ առաջնորդվում։ Ես չեմ կարող միայն մամուլով, ձեր ասած մամուլին հողում անելով, տենց անեմ, որ տենց անեմ, ձեզ բոլորիդ պետքա տանեմ լցնեմ պատվալը։ Հիմա դուք դա ասում եք, ուրեմն մեկնաբանելով, որ վարչապետն ասել է, ձեզ տանելու եմ լցնեմ պատվալը։ Ինչ որ մարդիկ էլ վարչապետի ասած ստեղս է հասել, ասում էին վիզը կտրելու սպառնալիք, չգիտեմ ինչ էր, եւ այդպես է մանիպուլյացիան այդպես է լինում։ Պատասխան եք տալու արտահայտության համար, որը քրեական ենթամշակույթի տարերին է հարիր, այդ արտահայտության համար ինքը կալանավայրում է։ Պատասխան եք տալու, նույնը կրկնում է վարչապետը։ Այդ մասով արդեն փաստաբան Արայիկ Պապիկյանը հաղորդում է ներկայացել գլխավոր դատախազություն, եթե անձին այդ արտահայտությունների համար քրեական տարեր եք, ենթամշակույթի տարեր եք տեսնում, ապա վարչապետն էլ է նույն արտահայտությունը։ Հիմա ես էլ եմ ասում, որ իրանք պատասխան են տալու, թող նույնն էլ իմ հանդեպ անեն, ես խնդիր չունեմ։ Ես թողավարտեմ նետեմ։ Բա ինչ պետք է անեմ, պետք է բոլորն էլ պատասխան տան իրանց արածների կամ անգործության համար։ Նաև վարչապետը նշեց, որ իհարկե այստեղ բուռն քննարկման առարկա հանդիսացավ, որ երբ գնում է մարզեր, բնակիչները իրեն ասում են, թե ինչու Ռոբերտ Քոչյանը եւ Սերժ Սարգսյանը նստած չեն, այստեղ էլ Արծվիկ Հակոբյանը հակադարձեց Արծվիկ Մինասյանը ներողություն հակադարձեց եւ այլ մեջբերում արեց։ Իսկ խնդրեմ նաև ձեր հանդիպումներում նման հա որ մեզ են ասում։ Հա տեսեք ես ամենաշատ մեղադրանքը մեզ ինձ լսել եմ, որ ինչու նախկին թալանչիները նստած չեն եւ ձեզ էլ եմ վստահաբար այդ նույն հարցերը տալիս, ինչու նստած չեն։ Եվ իրականությունն է ասել վարչապետը, տենց բան չի, այսօր դուրս եկեք փողոց, այս ձեր ուղիղ եթերով դուրս եկեք, ասեք ձեր ամենամեծ, ուրեմն քննադատությունը իշխանությանը 18 թվականից հետո կառավարող։ Իրանք վստահաբար Դες չեմ լսի, ինչ եք ասում։ Արդյոք ուրիշ քննադատություն չեք լսում եւ հատկապես Շատ եմ, ասեմ ամենամեծ։ Տեսեք, հիմա գրառոցները շարունակում են, մարդիկ ասում են, եթե այսպես շարունակվում, մենք թողնելու ենք դուրս գանք մեր տներից, այս հարցով արդյոք մտահոգություն։ Ես ինքս նախորդ 3 օրերը եղել եմ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում մինչեւ Ագարակա եւ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել քաղաքացիների հետ եւ լսել եմ մարդկանց մտահոգությունները, մարդկանց տեսլականն եմ նաեւ տեսել, լսել իրենցից եւ սահմանային միջադեպերի մասին, կրակոցների մասին, ոչ միջադեպերի, սրանց հստակ նաեւ մենք մեր ուրեմն պատկերացումներն ասել ենք, հա, դրանք ինչի հետևանք են։ Բանն այն է, որ խաղաղության համաձայնագրի վերջին, հա, նամակից հետո եւ հայտարարումից հետո, որ խաղաղության համաձայնագիրը տեքստը երկու ստեկ արդեն համաձայնեցված է, սա անակնկալ է եղել Ադրբեջանի իշխանությունների համար եւ Ադրբեջանը հետեւողականորեն փորձում է Հայաստանից ստանալ ագրեսորի կերպար եւ դիրքավորվել իբրև խաղաղասեր միջազգային հանրության առաջ եւ հիմա սկզբում կհիշեք երևի, որ կրակոցների մասին սուտ տեղեկություններ էին, հա, հայտնում իրենց պաշտպանության նախարարությունը, որ Հայաստանը կրակում է, սակայն դրա հետ կապված չկային ուրեմն փաստեր չկային, դրա համար մենք հայտարարում էինք, որ եթե կան փաստեր դրա հետ կապված, խնդրեմ ներկայացեք, որովհետև զինվորը ուրեմն հրաման ունի չկրակել խաղաղ իրավիճակում ցանկացած ուղղությամբ։ Այնպես որ եւ քանի որ չկային փաստեր դրա հետ կապված, Ադրբեջանը սկսեց անկանոն կրակել։ Հետո այդ կրակոցները երբեմն դեպի Հայաստան են ուղղվում, ինչը
քննադատվում է մեր կողմից, սակայն սրան արձագանքել պատասխան կրակոցով, սա այսպես ասած քարտ տալ է Ադրբեջանի ձեռքում, որպեսզի իր ցանկացած այդ ագրեսորի եւ ոչ խաղաղասերի կերպարը Հայաստանից կարողանա ստեղծել։ Տիկին Հակոբյան, արդեն տների տանիքներին են գրավում։ Ես ասացի, այո, դա ցավալի է եւ մենք քննադատում ենք այդ ամեն ինչը։ Եվ սակայն սա չի նշանակում, որ մենք պետքա պատասխան կրակենք, որովհետեւ սա նշանակելու է իրենց ուրեմն ցանկության, հա, հաղթանակը։ Տիկին Հակոբյան, մի հատ սարսափի մեջ ապրեն, ուղղակի։ Ես պատասխանեցի ձեզ, ես այդ մարդկանց հետ հանդիպումից եմ գալիս եւ իրենց տեսակետը լավ գիտեմ։ Տիկին Հակոբյան, անցած շաբաթ արտգործնախարարը հայտարարեց, որ բանակցային գործընթացում հնարավոր է լինեն լավ նորություններ, թեև ասած առաջընթաց դեռ չկա, բայց ինչ որ դրական ակնարկներ էր անում։ Ես ուզում եմ հասկանալ, հայտնի է, փաստաթուղթը համաձայնեցված է, Ադրբեջանը նախապայմանները հնչեցնում, համարում է, որ դրանք լեգիտիմ են։ Հիմա ուզում եմ հասկանալ, ինչի շուրջ է խոսակցությունը, Տիկին Հակոբյան, այդ նախապայմանների շուրջ Հայաստանը արդյոք փորձում է Ադրբեջանին համոզել, փաստարկներ ներկայացնել, որ դրանք ժամանակի ընթացքում կատարվող նախապայմաններ են եւ դա է նաեւ արտգործնախարարի լավատեսության հիմքում։ Մենք երկու նախապայմանների հետ էլ կապված մեր դիրքորոշումը հայտնել ենք։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, ապա վարչապետը նաև հայտարարել է, որ պատրաստ է միառժամանակ եւ խաղաղության համաձայնագիրը ստորագրել եւ Մինսկի խմբի լուծարման փաստաթուղթը եւ բազմաթիվ են հիմնավորումները, թե ինչու։ Ինչ վերաբերում է երկրորդ այսպես կոչված նախապայմանին, ապա առհասարակ նախապայմաններ դնելը եւ դրանք չներառելը փաստաթղթում սա արդեն խնդիր է, հա։ Եթե կային պայմաններ, որոնք պետք են խաղաղության համաձայնագիր ունենալու համար, դրանք պետք է ներառված լինեին փաստաթղթում, բայց դուք տեսաք, որ դուք գիտեք, չեք տեսել, բայց ես վստահեցնում եմ, որ նման դրույթներ չկան խաղաղության համաձայնագրում, ինչպես նաեւ չկա այդ ընդդիմության, այսպես ասած, ժամանակին, հա, գորգորոսները այն մասին, որ հեսա ճանապարհ են տալու, միջանցք են տալու եւ այլն։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, սրա մասին մենք եւս շատ երկար սրա մասին խոսել ենք, եթե ցանկանաք նորից կխոսեմ, բայց կփոխվի չէ, որ սահմանադրական փոփոխությունները, սրանք մեր օրակարգային հարցերն են եղել դեռևս հեղափոխությունից անմիջապես հետո եւ մինչ Ադրբեջանի կողմից կլինեին նման խոսակցություններ, վարչապետն արդեն իսկ հենց հանրայինի եթերում դրա մասին հայտարարել էր, բացի դա այն խնդիրը, որը մատնանշում է Ադրբեջանը իբրև խնդիր իր հավակնություն իր տարածքների հանդեպ, սրա հետ կապված եւս բազմաթիվ պարզաբանումներ կան, այդ թվում մեր սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշումը։ Տիկին Հակոբյան, այդ դեպքում ինչի շուրջ է հիմա խոսակցությունը ՀԱԿ-ի հետ։ Դե ակնհայտ է, չէ, որ ես չեմ կարող այդ մասին խոսել, այնպես ինչպես արտգործնախարարը չի խոսել, բայց մենք աշխատում ենք եւ աշխատում ենք նրա համար, որ ունենանք լավ նորություններ։ Եւ հենց նորությունները լինում են անպայման կոմունիկացվում են, էլի։ Չի ստացվում, որ հենց այդ նախապայմանների շուրջ են խոսակցությունները, որովհետեւ այլ օրակարգ ոչ, չի ստացվում այդպես։ Ես ասացի, մենք երկու նախապայմանի հետ կապված շատ բարձրաձայն խոսել ենք, ասել ենք, որ այսպես կոչված նախապայմանը մենք խնդիր չենք տեսնում, մյուս այսպես կոչված նախապայմանը մենք խնդիր տեսնում ենք, որովհետեւ ասացի ինչու, որովհետեւ դա չի խոչընդոտում։ Ինչն է, դա եմ ուզում հասկանալ։ Հենց դրանք ամենօրյա աշխատանքներն են։ Եվ հենց լինեն առաջընթացներ, անպայման Այսինքն Ադրբեջանը հնարավոր է հետ քայլ անի իր առաջարկն, իր նախապայմաններից։ Ես այնինչ ասել է արտգործնախարարը, դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել։ Հակոբյան, ձեր թույլտվությամբ ես ուզում եմ իմանալ, դուք կանանց բանկ ինչու եք գնացել։ Իսկ ինչու չպետք է գնամ։ Դուք արտաքին Հայաստանի Հանրապետություն ինչ կապ ունի։ Ես մարզել եմ գնացել, ես տարածքային կառավարման այդ հանձնաժողովից չեմ, ուրեմն չպետք է գնամ։ Ձեր գնթե ինքն է ձեզ հրավիրել, շատ հետաքրքիր է։ Ինչ կապ ունի կազմակերպչական
իրավական հարցերը այդ հանդիպումը շատ կանանց եւ ձեզ։ հիմա որ մարդու իրավունքների պաշտպանը գա զեկույցի, ես կխնդրեմ նաև մեր հանդիպման արդյունքներից որոշակի բարձրաձայնի եւ ուզում եմ նաև հիշեք, որ այսօր քրեակատարողական հիմնարկներում մեր քաղաքացիներն են եւ կապ չունի քրեակատարողական հիմնարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, թե ազգային ժողովում քաղաքացի են եւ բոլորի իշխանությունը կամ падգամավորն ենք, այնպես որ այնտեղ էլ կային խնդիրներ, այնտեղ էլ ես եմ ցանկություն հայտնել գնալու եւ նաեւ ասեմ, որ հետագայում եւս գնալու եմ, որովհետեւ Առաջին զգացողությունը ինչպիսին է, օրինակ ես ինքս շատ եմ բանտեր գնում եւ ունեցել եմ ձեր զգացողությունը, որ բանտ մտակ։ առաջի զգացողությունը ինչ է նշանակում ինչպիսին էր։ Զգացի եւ մտակ բանտ։ Ես պահման պայմանները Կանայքեն, կալանավորված, ամեն Ես պատասխան, ես հասկացա, անմիջապես հասկանում եմ։ Պահման պայմանները ուրեմն հենց բանտարկյալները եւս արձանագրում էին, որ անհամեմատելի լավն են եւ ես ինքս էլ հնարավորություն ունեցա տեսնելու այդ պայմանները նախորդ տարի է կարծեմ վերանորոգումն ավարտվել կարան բոլոր հնարավորությունները նաեւ օրենսդրական տարբեր փոփոխություններ են տեղի ունեցել եւ այսօր կալանավայրում գտնվող կանայք կարող են կարողությունների զարգացման տարբեր ծրագրերից օգտվել որպեսզի հետագայում կարողանան նաեւ հասարակության մեջ շարունակել աշխատել եւ ապրել։ Տիկին Հակոբյան, իսկ առաջիկայում հնարավոր է այցելեք Գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին, ում տեղափոխել են Աբովյան քրեակատարողական հիմնարկ, եթե դեպքից տեղյակ եք ինչեր են խոսում, որ տեսախցիկի առջև ստիպել են մեր կանալ Տիկին Աղեկյանին եւ նմանօրինակ այլ դեպքեր։ Անկեղծ ասած ես այսօր առավոտյան եմ նման մի քանի ուրեմն կամ ստատուսներ եմ տեսել կամ նյութեր եմ տեսել եւ մանրամասներից տեղյակ չեմ, բայց իհարկե ինձ որպես նաեւ կին մտահոգում է, եթե դա իրականություն է, ապա մենք շատ լուրջ հարցեր ունենք իրավապահ համակարգին, իսկ այցելության հետ կապված ես չեմ կարող հիմա նման բան խոստանալ, որովհետեւ օրակարգից է կախված հնարավոր է։ Քանի որ իշխանության ներկայացուցիչները վարչապետի մակարդակով հայտարարում են, որ ընդդիմադիրներին ԱԱԾ պատվալներ տանելու, կախելու, այդպես կոչեր են, հա, հնչեցնում, իշխանությունը ինչ է պատրաստվում անել։ Մենք ենք կոչեր հնչեցնում։ Չէ, ժողովուրդը փոխանցում է, որ դուք քիչ առաջ նաև հնարավորություն ունեցաք լսելու գլխավոր դատախազի զեկույցը եւ գործում քայլեր դա գործում, հա, այսինքն բանը պատվալ լցնելու, սա ժողովրդավարական երկիր է եւ ԱԱԾ պատվալում հայտնվում են այն մարդիկ, ովքեր պետք է հայտնվեն ԱԱԾ պատվալում եւ ոչ թե ինչ որ լրագրողի միայն հրապարակումը հիմք ընդունելով կամ ինչ որ քաղաքացու, այո, դուք եք, չէ, ժողովրդի ձայնն եք, չէ, մեկ-մեկ բարձրաձայնում։ Լինում է, որ նաեւ ժողովրդի ձայնն եք բարձրացնում։ Հա եւ ձեր եւ քաղաքացիների տարբեր ահազանգեր միայն հիմք ընդունելով չես կարող ցանկացած մարդու տանել ԱԱԾ պատվալ։ Հնարավոր է որ օրենսդրության մեջ փոփոխություններ արվեն այդ ժողովրդի կոչը հաշվի առնելով եւ մարդկանց կախաղան անելը դառնա Հայաստանում արտարադատության գործիքներից մեկը։ Եթե նման ցանկություն ունենայինք, նախ մենք այս երկրում հեղափոխություն չենք կարող իրականացնել, որովհետև այո, ժամանակին հենց նման կերպ էին հարցերը լուծվում, մենք ժողովրդավարական ուղով ենք գնում, մենք անգամ այդ տարիներով, տասնամյակներով թալանածը եւ այլն հետ բերելու համար ինստիտուտներ ենք ստեղծել, դատարաններ ենք ստեղծել, ատյաններով իր օրենք ենք ընդունել, որպեսզի ինստիտուցիոնալ ճանապարհով գնալ, այլ ոչ թե վերցնել ուղարկի ձեռքներից եւ բաժանել ժողովրդին։ Բայց ասում եք դու նստելու ես, հիմա դա քաղաքական թե իրավականների վրա հանգել։ Ես հիմա բան էլի, այտենց չեմ կարող վերլուծության ենթարկել ամեն վարքյանը, ես իմ տպավորությունն եմ ասում, եթե նայենք արածներին, բոլորը պետք է նստեին, իհարկե պետք է նստեին։ Դուք չգիտեք, որ իրանց մեծ մասը պետք է ստեղ չլիներ։ Որովհետև այնպես չեն արել, որ կարողանաս մի օրում դա բացահայտել։ Եվ մի գործի հետևից գնալուց բազմաթիվ խոչընդոտներ ես տեսնում, որը այլոց իրավունքներ կարող ես խախտել, այսինչ արդարությանը հասնելու Այս իշխանությունը այնպես անում է, որ հաջորդ իշխանությունը կարողանա հեշտ բացահայտել Տիկին Հակոբյան։
մենք այնպիսի գործողություններ չենք անում, որպեսզի հետո պատասխան տանք, սա չի նշանակում, որ չկան վատ դրսևորումներ եւ դա բնական է ցանկացած հասարակության մեջ, ցանկացած երկրում չկան, հա, միանշանակ այսինչ երկրում բացարձակ չկան ոչ մի կոռուպցիոն դրսևորում, այսինչ երկրում չկա բացարձակ մարդասպանություն, այսինչ երկրում չկա բացարձակ գողություն, ցանկացած արատավոր դրսևորում, ցանկացած հասարակությունում կա, բայց հարցն այն է, այդ արատավոր դրսևորումների հանդեպ ինչպիսի վերաբերմունք ունի դրա համար պատասխանատու իշխանությունը, արդյոք այդ օրինակ թալանը համակարգային է թե ոչ, եթե լիներ համակարգային, ապա դուք այսօր օրինակ Անիֆի հետ կապված հարցեր չեք կարող ուղղել եւ միգուցե չկարողանայիք իմանալ, որովհետեւ այդ մասին առաջին հանձնարարականները հենց վարչապետի կողմից է եղել, ոչ թե լրատվամիջոցների։ Իշխանության տարիներին ամեն երկրորդ լրագրողը հարցում էր Սաշիկ Սարգսյանի 50-50-ների մասին, եւ դա բացարձակ չէր խոսում այն մասին, որ բաց հասարակությունը ինքը կոռուպցիայի դեմ պայքար կա։ Հիմա անընդհատ ինչ է վերում այն հարց առաջ, որ լրագրողը կարողանում է Անիֆի մասին հրապարակում անել։ Ասում լավ անում, ես վատ բան չեմ ասում, ինչքան շատ անեք, այնքան լավ, ես դա միայն ողջունում եմ։ Ես էլ եմ նախկին լրագրող։ Տեսեք, չէ, ես ասում եմ, վարչապետն էր տվել արդեն իսկ հանձնարարականներ Անիֆի հետ կապված խնդիրներ տեսնելով, եւ եթե լիներ համակարգային կոռուպցիա, ապա Անիֆի հետ կապված միջադեպերը կամ խնդիրները ենթադրելի չէին լինի նաև լրատվամիջոցների աչքի առաջ, որովհետև այդ մասին չէր խոսա վարչապետը առաջինը, դրա մասին է ամբողջ խոսքը։ Թե չէ, իհարկե, լինում է, որ իսկ ինչի եք մտածում, որ ձեր ոչ մի բացահայտում չի գնում եւ չի հասնում ինչ որ հանգրվանի, բայց ամեն ինչը քննարկվում է, դրվում է համապատասխան մարդկանց սեղանին եւ դրա համար շատ շնորհակալություն լրատվամիջոցների ներկայացուցիչներին օգնելու համար բացահայտելու բաներ, որոնք պարզ է, որ միայն մենք չենք կարող տեսնել։ Գործընկերները Facebook-ում բաց ստատուսներ